բարեբախտաբար շարունակենք, բարեբախտաբար մահացու որևէ անձ չի մահացել այս հրդեհը ինչ որ տեղի ունենում եւ դեռ շարունակվում է ամերիկացի տուրիստներ շատ կան այս ամառը Ֆրանսիայի հարավ կամ արևմուտքում եւ Իսպանիայի արևելքում տեսեք ինչ է վիճակը չեք կարող տեսնել սա օրվա ընթացքին է ինչ որ տեսնում եք սա գիշեր չի այլ ծուխ այնպես պատեն է այդ շրջանները որ այսպես տեսնում եք հիմա մեկ լրագրող այնտեղի լրագրողը երբ canister տարբեր գիտե գասի canisterներ են լինում պայթում է տեսեք ահուսարսափ է առաջացնում իր մոտ այս լրագրողի մոտ ինչ ասացի ոչ ոք չի մահացել փրկարարները police fire department վիրավորներ կան իրենց մոտ եւ ինչ որ ասացի ամերիկացի տուրիստներ շատ են գնում այս ժամանակ այդ տարածքը բայց մեծ դժվարության մեջ են այսինքն հայցույք չեն կարողանում ունենան ես այն տարածքն է որ արձակուրդի կամ vacation-ի տարածքներ են որ այսպես վնաս է տվել թե բիզնեսային թե մարդկային որ չեն կարողանում հաճույք ունենան այդ տարածքներից այսպես տեսնում եք աշխատանքը տեղի ունեցող Ֆրանսիա, Իսպանիա այդ տարածքներում տեսնում եք ես հիմա ուզում եմ խոսել մեկ 16 տարեկան հիմա 16 տարեկան ես սեպտեմբերի 24 2024-ին այն ժամանակ ձեզ հաղորդել էի որ մի 14 տարեկան երեխա իր հայրը Քրիսմասին հրացան էր առել նվեր էր տվել իրեն նվեր է 14 տարեկանին այս հայրը AR-15 ամենահզոր հրացանը որ անձը կարող է բացի զինվորականների հրացան ամենահզոր հրացանն է որ մեկը աշխարհականը կարող է գնել առնում է տանում է իր երեխայի համար տղայի համար երեխան այդ հրացանը վերցնում է գնում է դպրոց եւ այնտեղ հետո վիդեոն պիտի ցուցադրեն կտեսնեք նախքան գնալը այսինքն այս հրացանը ինչ որ ուզում է տանի պարկացած է բոլորը պարկացած են այստեղ այս երկրում այս երեխան նաեւ պարկացած է ուրեմն վերջին վարքյանին մտածում է որ արդյոք տանեմ թե չտանեմ այս հրացանը այսինքն այս ոչրագործությունը կատարի կամ չկատարի ամենայն դեպս հետո մտածում է վերցնեմ տանեմ այս հրացանը վերցնեմ տանեմ ծնողին նաև ասել էին որ այս երեխան երբեմն ատրճանակ հրացան է ուզում բերել եւ այլն այսպես բայց ծնողը եթե 14 տարեկանին դրանց AR-15 ամենահզոր հրացանն առել է բնականաբար ուշադրություն չի դարձնի եւ այդ ժամանակ ամենայն դեպս սեպտեմբեր 24 2024 թվականին տղան հրացանը տանում է դպրոց կրակում է երկու հիմա շարունակենք երկու աշակերտ եւ երկու ուսուցչուհու սպանում է այս տղան է հիմա տատի տվին իրեն հիմա 16 տարեկան է այդտեղ նստած է իր փաստաբանների մոտ այդ ժամանակ մազերը տեսեք ինչպես ներկերներ եւ դպրոցեր գնացել ամենայն դեպս այդ օրը դպրոցից բոլոր երեխաներին հանեցին բայց եւ այնպես մահացողներ եղան այդտեղ 55 մեղադրանք է հետաքրքիր է երբ որ իրեն ձերբակալեցին այսինքն այդ ժամանակ այդ օրը ձերբակալեցին եւ այստեղ պոլիսը իր հետ խոսում է ամեն ինչը բացատրում է սա հայրն է ինչ որ հրացանը տվել էր ամեն ինչը ինքը բացատրում է լացում է արտասվելով բացատրում է հետո հիմա ասացի այս շաբաթ ուրբաթ օրը դատարանում էր եւ 55 մեղադրանք ինքը ընդունում է որ մեղավոր է հիմա վերջնական ինչ պատիժը կլինի հետո պետք է որոշի ջուրին եւ դատավորը հաստատի այսպես տեսնում եք զոհերին տեսնում եք ինչ սա իր հոր նաեւ տատի տվին
հորը մեղավոր հանեցին second degree murder, այստեղ տեսնում եք դատարանում այս տղային, հորը ամենայն դեպս second degree, հետո պետք է որոշեն, որ քանի տարի էլ պետք է ազատազրկվի եւ ուրիշ պատիժներ ինչ որ պետք է լինի, իսկ տղան 680 տեսնում եք այստեղ այնտեղ մի բան են ասում, այս էլ նաեւ ծիծաղում է, այստեղ մի մայր է, այդ երեխաներից մեկ մայրն է, որ խոսում է դատավորին ասելով, որ ինքը ինչքան տուժել է, որ ասում են 688 օր, այսինքն այդ օր որ ուրբաթ օր էր, այն օրվանից տանջվում եմ երեխայիս անտեղի դպրոց եմ ուղարկել, բայց դիակն եմ ստացել այս երեխայի եւ ինչու պետք է ինձ այսպես դեպք պատահի մեկ ուրիշ ծնողի անփույթ վերաբերմունքով, այսպես տեսնում եք, հիմա դատավորը այս տղայից հարցում է, որ միաժամանակ այս տղային որպես երեխա տատի չտվի, այլ չափահասի, այսինքն որպես չափահաս տատի են տվել, եթե որպես երեխա տատի տային, հետո մաքսիմում մինչև 25 տարեկան չէին կարող ավել երկար բանդը պահեին, բայց սա այնքան անհավատալի ցավ է, ինչ որ ընտանիքներ ունեն, իրեն հարցում է, որ արդյոք մեղավորս ասում է այո, եւ դատավորը այդտեղ տեսնում եք հիմա պետք է վերջնական վճիռ տա, բայց anyway, ասում է ես գնացել էի զուգարանը եւ մտածում եմ ես չպիտի այսպես մեկ գործ անեի, ասում է այս երիտասարդ կամ այս երեխան, դեպքը պատահել է Atlanta, Georgia, որ հիմա 16 տարեկան է, այդ օրը, որ ցույց տվի օֆիսերը իր հետ խոսում է, ինքը ամեն ինչը խոստովանում է, ասում է դասարանում կրակել ես, ասում է այո, ես այդտեղ եմ կրակել, օֆիսերը ասում է դու արիր այդ գործը, ինքը ասում է շատ արագ պատասխանում է եւ ասում է նաեւ հալվեի մեջ, ուրեմն կորիդորի մեջ նաեւ կրակել են մարդկանց, որովհետեւ 10 հոգի նաեւ վիրավորվել էին, 4 հոգի մահացել էին, 10 հոգի։ Ուրեմն օֆիսերը նորից ուզում է, որ ինքը հաստատի, ասում է, ուրեմն դու կորիդորի մեջ նաեւ կրակել ես, ասում է այո։ Ուրեմն ամեն ինչը ինքը հենց սկզբից, որ օֆիսերը իրեն խոսեր էր, ամեն ինչ խոստովաներ էր։ Ասում է ես սիրում եմ այս դպրոցը եւ հետո շատ զղջացի, ցանկություն չունեի, որ այսպես վիճակ ստեղծեմ։ Հրացան եք տեսնում, տեսեք հզոր էր, հրացանի հայրն առել է, տվել էր երեխային եւ դատավարությունն էր ինչ որ այստեղ տեսեք մեկ թղթի մեջ փաթեթեն է դրսում տեսնում եք, բասից իջնում է, բասի մեջ, հետո դպրոցի մեջ, այսպես թղթի մեջ փաթաթած տանում է, իր դասարանն է տանում, հետո դուրս է գալիս, հորացան անում է, սկսում է կրակել, ամենայն դեպս այդ երեխաների ծնողներից մեկն է, որ ասում է մեր շատ դառը կյանք է, որովհետև սա երեխան ինչ որ մահացել է եւ չպիտի իրեն տեսնել եւ մինչեւ կյանքիս ավարտը ցավ է ինչ որ պետք է ունենամ մեկ ուրիշի այսպես անփույթ աշխատանքի համար մեկ ուրիշի ծնողի անփույթ լինելու պատճառով ես պիտի դադար վերցնեմ երբ վերադառնամ դադարից շարունակեմ ծրագիրը այդ ժամանակ պիտի խոսեմ մեկ օթանավ ինչ որ վայր ընկնում Բրբանկի adult school-ը, չափահասների դպրոց կա Բրբանկում, իր աշխատանքը սա 18 տարեկան եւ ավել բարձր տարիք ունեցողը մինչեւ 100 տարեկան կարող են հաճախեն։ Այնտեղ 12 տարբեր դասավանդում է տեղի ունենում, որպեսզի դուք այս դասավանդումները ավարտեք, ձեզ վկայական են տալիս, որ բոլոր նահանգներում, դրանց մեջ նաև Կալիֆոռնիայում ընդունված է իրենց այդ վկայականը, որտեղ Կալիֆոռնիայի նահանգն է հոգում բոլոր այս դպրոցի, այսինքն կոնտրոլ ունի, ծախսերը հոգում է,
Burbank Adult School, Allen փողոց Burbank-ում է, Glendale-ին շատ մոտիկ է եւ իրենց վկայականը որևէ ավարտեք այդ դասընթացները վկայական գտան Ամերիկայի բոլոր տարածքներում ընդունված այս վկայական։ Հիմա այնտեղ կարող եք բուժքույրի աշխատանքներ սովորել, կոմպյուտեր չգիտեք, կոմպյուտեր սովորեք, կոմպյուտեր գիտեք, ուզում եք մասնագիտացված կոմպյուտեր սովորեք, տեղագործի օգնական դառնաք, տեղատուն աշխատեք, այնտեղ ձեզ կսովորեցնեն եւ ուրիշ մասնագիտություններ մանրամասնությունը դպրոցում դասավանդումները օգոստոսի 17-ից սկսվում է, ուրեմն դուք հիմա դպրոցը շաբաթվա ընթացքին եւ շաբաթ օրը կարող եք գնալ եւ այնտեղ խոսեք, տեսնեք որն է հավանում, հեռախոս կարող եք հեռախոսել, բայց շատ դժվար է պատասխան տալիս, որտեղ հարյուրավոր հեռախոսներ կա, անպայման օգտվեք այս ծառայությունից, որ անվճար է ձեզ համար Կալիֆոռնիայի նահանգն է վճարում։ Ծրագիրը հովանավորում է Court Furniture հովանավորում է Central Emerald-ի հատման կետում Glendale-ում, իսկ Orange County-ում 405 Freeway եւ Euclid փողոց Santa Ana-ում խանութ ունեն, Oregon նահանգում, Washington նահանգում, Washington քաղաքում, New York նահանգում, New York քաղաքում Court Furniture-ը բոլոր Ամերիկայում մեկ խանութներ ունի, նոր մատրես եթե պիտի գնեք Court Furniture այցելեք, տարատեսակ մատրես են առաջարկում։ Ծրագիրը հովանավորում է Շահին Թուր, հովանավորում է ծրագիրը, Շահին Թուր ձեզ է առաջարկում Washington նահանգում, մեր հյուսիսում, այսպես մեկ օթանա, որ օթաչուն է եւ 10 ճամփորդներ են, այդ չափի օթանավ է, վայր է ընկնում, ես ուզում եմ այստեղ ձեզ ցուցադրել, տեսնեք այս օթանավը, տեսեք ինչքան մոտեցած է օվկիանոսի, այսպես եւ այսպես տեսնում եք դեպքը պատահող բոլորը նրանք որ նավակների մեջին վախ է սարսափ է ստեղծում հրդեհվում է տեսեք ինչպես է հրդեհվում բայց բոլորը կարողանում են փախուստան օթանավի մեջից բայց օթանավը հրդեհվում է այսպես տեսնում եք դեպքը տեղի ունեցող Washington նահանգում հաճախ այսպես չի լինում բայց եւ այնպես երբեմն բախտավոր են Այստեղ տեսնում եք զանգահարում են, ասում են օթանավ է վայր ընկել եւ գալիս են իրենց օգտակար լինելու եւ կարողանում են բոլորին ազատել փախուստան այս օթանավը տեսնում եք Սիաթլից դուրս Վաշինգտոն նահանգում տեղի ունեցել այս դեպքը ես ուզում եմ նաեւ հիմա խոսել այդ լեթեսը կամ հազարը ինչ որ ձեզ ասացել ամուր պլաստիկի մեջ է տոպրակի մեջ է մանրացրած Taylor Farms Ամերիկայի ամենախոշոր սա տարբեր ինչ որ գնում եք սուպերմարկետներում պատրաստված ամենամեծ ընկերությունն է սա միայն սա չի բայց ամենայն դեպս այս մանրացրած լեթեսը որ Մեքսիկոից բերված լեթես է կամ հազարն է Ուրեմն սա իր հետ ունի հիվանդություն ինչ որ բերել է եւ այսպես տեսնում եք հիմա cyclosporan ամենաշատ տարածված է այդ տարածքները որ կարմիրով տեսնում եք նաեւ ուրիշ նահանգներ այնտեղ հիմա այդտեղ շատ կա մեզ մոտ նաեւ այս կա եթե դուք այդ մանրացրածը ունեք վրան գրված է Taylor Farm տեսնում եք cyclosporan ամենտեղ massամբ տեսնում եք բոլոր նահանգներում տարածվել է բացի մի քանի հատ մոխրագույն եք տեսնում մնացածը բոլորը սա այս կլոր տեսակն է որ մանրացրած տոպրակների մեջ է եւ այս հիվանդությունը կարող է մի շաբաթ հետո Taco Bell-ը օգտվում էր սա իր սանդվիչների ինչ որ տալիս էր համբուրգերների մեջ եւ այսպես 9 նահանգ ավել շատ տարածված է 41-ի մեջ նաեւ տարածված է ուրեմն պետք է ուշադիր լինեք Taylor Farms
Taco Bell-ում իրենք ասել են, որ հիմա չեն տեղադրում Taco Bell-ի այդտեղ գերեն էին, հիվանդացել էին, սրանք ընտանիքներն են, որ ինչ հիմա մարդ չի մահացել, մի շաբաթ հետո դժվար կացության մեջ է դնում, փորհարիկ են ունենում ուրիշ, բայց անմիջապես չի պատահում։ Ուրեմն եթե դուք այդ 1000-ը տեսնում եք, գրված լինի Taylor Farms, ուրիշ կապ չունի, ուրիշ տոպրակի մեջ, ուրիշ տեսակը կա խանութում վաճառում են, դրանց կապ չունի։ Ու շատ եղեք Taylor Farms, եթե գրված է, մի օգտագործեք։ Ես ուզում եմ նաև հիմա խոսել, որ Սպիտակ տան White House Correspondence Dinner, ուրեմն այն լրագրողները, որ Սպիտակ տան մեջ են աշխատում, այնտեղ Սպիտակ տան մեջ բոլոր մեծ լրագրող կամ լրատվական ընկերությունները ներկայացուցիչներ ունեն, ռիփորթերներ ունեն, օրինակ հեռուստաալիքները ամերիկյան կարող է 10-12 հոգի այդտեղ աշխատում են։ Եվ երբ որ նախագահը ելույթ է ունենում, եթե նախարարներ կան Սպիտակ տան ելույթ են ունենում փոխնախագահ, սրանք այնտեղ են, որ կարողանան ինչ որ խոսում է, փոխանցեն իրենց լրատվական կենտրոններին եւ հետո թերթի միջոցով, հեռուստատեսության միջոցով ուրեմն աշխարհին տեղյակ են պահում։ Հիմա նրանց հարգանքի համար 1914 թվին նախագահ Վուդրո Վիլսոնը ասաց, որ սրանից հետո մենք ամեն տարի ես կհանդիպեմ այս լրագրողներին հարգանքի տուրք մատուցելու եւ այնտեղ այսպես ջոկ են ասում, ուրախության պատճառ է, բոլոր լրագրողները գալիս են նախագահի հետ, այդ օրն են անցկացնում։ Իսկ այս 1972 թվից եւ նախագահները միշտ մասնակցում են։ 1981 թվին նախագահ Ռեյգանը չկարողացավ մասնակցի, որտեղ իր վրա կրակ էին բացառել եւ այդ օրը նախագահ Ռեյգանը հիվանդանոցում էր, հիվանդանոցի միջից հեռախոսով միացավ նման մի օրվա եւ իր խոսքը ուղղեց լրագրողներին։ Իսկ նախագահ Թրամփը առաջին նստաշրջանում ասաց այս լրագրողները սխալ տեղեկություն են տալիս, ինձ մասին վատ են գրում եւ այսպես չմասնակցեց բոլոր։ Անցյալ տարի նաեւ իր առաջին նստաշրջանին չմասնակցեց այս հավաքին։ Այս տարի որոշեց, որ մասնակցի։ Ու գնաց մասնակցեց 3 ամիս սրանից առաջ էր, որ ես ձեզ տեղեկացրի, որ այդ օրը որ քիչ հետո վիդեոն կտեսնեք, մի անձ գալիս է հրացանով, որ կրակի Թրամփին եւ նախարարներին։ Այդ օրը, երբ Թրամփը այնտեղ էր, արտգործ նախարարը Ամերիկայի այնտեղ էր, փոխնախագահը այնտեղ էր, նախարարները այդտեղ էին, Մելանիան, իր կինը այդտեղ էին եւ ուրեմն իրեն հանեցին այդ ժողովը, որը Hilton հոթելում էր միշտ տեղի ունենում, հիմա որ նորից տեղի ունեցավ այդ հավաքը տարին Waldorf Astoria, ինչ որ նախագահ Թրամփը Սպիտակ տան շատ մոտ է, նախագահ Թրամփը այդ հոթելը առել էր, բայց հետո վաճառեց, ուրեմն հիմա չունի, բայց նախապես ուներ այդ հոթելը, երբ որ նախագահ չէր, ուներ այդ հոթելը, ամենայն դեպս այնտեղ կազմակերպեցին եւ Hilton չգնացին։ Hilton-ը իր սրահը այս հավաքատեղին շատ ավելի մեծ է, քան թե Waldorf Astoria-ի հավաքատեղին, ամենայն դեպս հիմա այնտեղ է։ Ես նախ ուզում եմ ցույց տալ ինչ պատահեց, սա այդ դեպքն է, որ տեսնում եք նախագահի պաշտպաններն են, այս անձը հրացանով գալիս է, կրակում է, սրահի մեջ չի, նախագահ եւ նախարարները այդտեղ են, ինքը դուրսն է, ապրիլի 25-ին, անձը որ կրակելով գալիս է, դուրսն է, նպատակ է ունեցել, որ նախարարներ, նախագահ այնտեղը տեսնում եք նախագահին այդ օրը հանեցին ապրիլի
25-ին հանեցին իրեն եւ հետո ասացին կհետաձգենք ու հետաձգեցին այսպես մեկ White House Correspondents' Dinner հիմա այս անգամ առավել անձիկ առավել ոստիկանություն traffic-ը լրիվ է հոթելի տեսնում եք Waldorf Astoria-ն տեսնում եք traffic-ը լրիվ հոթելի շուրջը անգամ փակեցին բոլոր որ ոչ ոք չկարողանա եւ այսպես դժվար ձևով կարողանան կաններ նորից տեսնում եք 3 ամիս ինչ տեղեր ունեցել բայց այս անգամ տեսնում եք այդ սեղանը երկար սեղան է շատ մարդիկ նստած էին այս մասին նախագահը այն ժամանակ խոսեց բայց ասաց այս անգամ նաև կմասնակցեմ նախագահը իր խոսնակը ասել էր որ նախագահը կխոսի թե միասնականության եւ լուրջ խոսելու է ուրիշ հարցերի մասին եւ ահա այսպես եղավ այս անգամ որ այս զինվորականի նաեւ որը երբ կրակում էին այս անձնավորության վրա երբ որ տեսնում եք վազում էին անձը ոչրագործը վազում էր այս անձը ոստիկանը բարձրանում է կրակում է իր վրա նա կրակում է այս ոստիկանի վրա բայց բախտավոր է այս ոստիկանը որ bullet proof ճիշտ դիմաց տեսնում եք այստեղ ատրճանակը ձերքին է անձը դիմացից գալիս է ուրեմն bullet proof հագուստ ունի կրակում է իր վրա բայց այդ փամփուշտը չի անցնում հիմա այս անգամ Հիլթոնում տեղի ունեցավ ավել ասացի փողոցներ փակեցին եւ ավել ուշադիր եղան ինչպես որ օթանավակայան է գնում ամեն մարդու չեք արին նորից տեսնում եք ապրիլյան դեպքը իսկ այս անգամ շատ ուշադիր եղան որպեսի նման դեպք չպատահի ամենայն դեպս այս անգամ երբ որ նախագահը խոսեց մի ժամ 10 րոպե խոսեց լրագրողների առջևը որ երբևիցե այսքան երկար մեկը ճառ չի ասել ոչ մի նախագահ այսքան երկար ճառ չէր ասել եւ այնտեղ մեծամասնությունը քննադատեց բոլորին քննադատեց դեմոկրատներին լրագրողներ որոշ լրագրողներին որոշ թերթերին հեռուստաալիքներին բոլորին մասամբ քննադատեց նախագահը իր խոսքերի մեջ White House Correspondents' Dinner-ներ ինչ որ այստեղ տեսնում եք ես հիմա ուզում եմ խոսել նաև ինչ է պատահում Իրանի հետ նախագահը շատ ցանկություն ունի իհարկե ինքը ասում է որ իրենք խնդրում են որ հանդիպեն ինձ հետ կամ իր ներկայացների հետ բայց չենք կարողանում համաձայնվել իսկ Իրանը մինչ հիմա այդպես չի արտահայտվել եթե հանդիպում են նաև ավել ցածր այսպես իշխանավորներ են որ հանդիպում են ամերիկացիների հետ որտեղ միշտ հանդիպումներ լինում է իսկ ամերիկան 14 անգամ ռմբակոծել է Իրանի տարբեր տարածքները մանավանդ հարավային շրջանը նաև պատեն են հարավը պատեն են որ որևէ բան որ նավթ չկարողանա արտադրի իսկ երբ նախքան այս վերջին խռովությունները Իրանը առիթ ունեցավ 73 միլիոն տակառ նավթ ղրգի աշխարհղրգի ու գումարներ կարողանա վաստակի իսկ հիմա չի կարողանում որովհետև պաշարված է Իրանի հարավային սահմանը պաշարված է եւ նախագահը ասում է որոշում է իր որոշումը կհայտնի մինչև այս վարքյանին ես խոսում եմ չի ասել բայց ասել է մինչև հիմա զինվորական տարբեր տարածքներ հարձակվում էին պատերազմի առաջի օրը որը սկսվեց փետրվարի 28-ը մեկ դպրոց հարվածեցին ռմբակոծեց ամերիկան եւ այդ ռմբակոծման հետևանքով 100-ից ավել աշակերտներ եւ մի քանի ուսուցչուհիներ ուսուցիչներ մահացան այդտեղ ասում է որ հիմա սրանից հետո թեև մեկ կամուջ նաև ռմբակոծելին սրանից հետո ռմբակոծելու եմ այս ենթակառուցային այդ
սարքավորումները, որ դա համարվում է համաշխարհային օրենքով պատերազմ ուրիշը կնակ զինվորական խարից խփեք, հազարավոր զինվոր կսպանեք, 200,000 զինվոր կսպանեք, բայց այդ տարական շենքերը ռմբակոծել, այսպես դպրոց ռմբակոծել եւ կամուրջը ռմբակոծել, դրանք անձ, որ այդ հրամանը տալիս է, համարվում է համաշխարհային ոճրագործ։ Հիմա նախագահ ասում եմ, մտածում եմ, որ դա լուրջ կատարեմ, Իրանի էլեկտրական սարքավորումները բոլորը ռմբակոծեմ, մութ դառնա Իրանը եւ վերադարձնեմ 1000 տարի առաջվա իր վիճակին պիտի վերադարձնեմ, իհարկե սպառնում է, բայց նաեւ մի կողմից խոսում է, որ եկեք խոսենք, համաձայնության հասնենք, նախապես նախագահը ասել 300 բիլիոն դոլար Իրանին կվճարի եւ իրենց սառեցրած գումարները նաև կազատի 300 բիլիոն դոլարը խոստացել տար, որովհետև մինչև այդ ժամանակ ռմբակոծումներ էին արել, հիմա տարբեր տարածքներ, որպեսզի կարողանա Իրանը նորից վերականգնի այդ։ Բոլորի զարմանքի պատճառ եղավ, որ ինչ որ ռմբակոծել է Ամերիկան, հետո գումար տա, որ դրանք վերականգնեն ինչ որ ունեցել են։ Նաև Իսրայելի ցանկություններ, որ Ամերիկան ստիպի որտեղի որևէ հրթիռ չունենա, Իրանը հրթիռներ չունենա։ Իրանը մինչև հիմա 9000 հրթիռ դեպի արաբական երկրները, որտեղ այն երկրներում, որ Ամերիկան խարիսներ ունի, այսպես բեյսեր ունի, այդ ռմբակոծել է մինչև հիմա 9000 հրթիռով, ես ես հաճախ ցույց եմ տվել եւ մանավանդ այս վերջին ժամանակներում Քուվեյթը եւ Կաթարը կամ Ղաթարը ռմբակոծում է, որովհետև ամերիկյան այս զինվորականները այնտեղից են զենքեր վերցնում, պես փամփուշտ եւ այլն այդտեղից օգտվում են Իրանի դեմ, դրանց ռմբակոծում է Իրանը։ Ես հիմա ուզում եմ այստեղ ցուցադրել, տեսնեք այս պատերազմը ինչ որ դեռ շարունակվում է, դրա պատճառով բենզինը միջին, բենզին $4.10 Մեզ մոտ գիտեք բենզինը իջել էր $5, 20, 30, 40 կապած որտեղի, հիմա $5, 60, 90, եթե գնաք Westwood այդ շրջանները մինչև $7 նորից բարձրացել է բենզինի գինը, որովհետև պատերազմը դեռ շարունակվում է, այստեղ տեսնում եք, վերջին անգամ ձեզ ասացի 4 ամերիկացի զինվորներ սպանվել են, այստեղ տեսնում եք իրենց, ամենաերիտասարդը 19 տարեկան էր, ամենատարեցը 43 տարեկան, Իրանի վրա հարձակումները շարունակվում է, դրա պատճառով բենզինը թանկացել է։ Ամենայն դեպս բենզինը հիմա ավել թանկացել է, ավել դժվարություն բոլոր Ամերիկայի բնակչությանը։ Եվ նախագահը ասում է, որովհետև ասում են, գիտեք, ընտրություն է տեղի ունենալու նոյեմբերին, եւ եթե պատերազմը շարունակվում է, որովհետև երկրում 70%-ից ավել մարդիկ դեմ են այս պատերազմին, Ռիփաբլիկան կուսակցությունը շատ մտահոգված է, որովհետև Ռիփաբլիկան կուսակցությունը հիմա Սենեթում մեծամասնություն է, 53 ռիփաբլիկան սենեթորներ կան, 47 դեմոկրատ կա։ Ներկայացուցիչների տան մեջ նույնպես 5-ով գերազանցում են, եթե 5 ավել դեմոկրատներ, այսինքն ընտրվեն, դեմոկրատները մեծամասնություն կլինեն, որ բոլորը նախատեսում են, որ ռիփաբլիկանները նոյեմբերին մեծամասնություն չի լինելու, իրենք մեծամասնություն չեն ունենալու, կորցնելու են իրենց մեծամասնությունը։ Սենեթում կարող է մեծամասնություն ունենան, բայց եթե այս տներից մեկը չհաստատվի, հետո շատ բաներ կա, որ նախագահ հիմա ղերգում է, որ հաստատմանը հասնի, ոչ թե պատերազմի մասին, այլ ուրիշ հարցեր երկրի ղեկավարությանը, օրինակ պաշտպանության նախարարության համար, որ միշտ 900 միլիարդ ծախսում էր այս երկիրը, նախագահ ասաց այս պատերազմի հետևանքով
ուրեմն 250 միլիարդ ավելացնեն եւ շուտ հաստատեցին նախքան իհարկե սեպտեմբերի կլինի ամենաավարտը, պետք է որոշեն ինչ են ուզում հաջորդ տարի ծախսեն, ինչքան շուտ ուզում են կատարեն, նախքան հաջորդ տարի դժվարություն ունենան դեմոկրատների հետ, ուրեմն եթե մի տունը նաև կորցնեն, ներկայացնի տուն կամ սենատի պալատ կորցնեն, մեծամասնություն ռիփաբլիկան չլինի, շատ մեծ դժվարություն կունենա նախագահը իր ցանկությունները չի հաստատվի, դեմոկրատները բնականաբար չեն հաստատի եւ դժվարություն կունենա։ Դրա համար է ռիփաբլիկան կուսակցության ներկայացնի տուն եւ սենատը խիստ ճնշում են բանացնում նախագահի վրա, որ ինչ օր առաջ այս պատերազմը ավարտի գա, թե չէ իրենք կորցնելու են այդ մեծամասնությունը օրենսդիր մարմինի պալատը։ Ես պիտի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից, պետք է շարունակեմ ծրագիրը հովանավորում է Երևան Post հովանավորում է ծրագիրը։ Երևան Post-ը առաջարկում օդանավով մի փանդը, եթե ծանոթ ունեք Հայաստան ղրկելու $2.99 նավով մի ծանոթ հանձնեք, երկրորդ ծանոթը անվճար ձեզ համար կտան։ Երևան Post գտնում եք Գրանադա Հիլզում։ Իսկ գումար նաև կարող եք ուղարկել Հայաստան, եթե դրամ ուղարկեք, այստեղ շեշտում եմ, եթե դրամ ուղարկեք 1%-ը, եթե դոլար ուղարկեք տարբեր է լինել։ Նաև կարող եք կահկարասիկ ուղարկեք Հայաստան, Սառնարան, Սառոցարան, տեսնեք լվացքի մեքենա է, dryer, մահճակալ ուղարկեք, եթե տեղափոխվում եք կամ ուզում եք ձեր ազգականներին ղրգեք, մեքենա եք ուզում ուղարկեք, խիստ զեղչված գին են ձեզ առաջարկում մեքենայի համար $800 իջեցրել են, SUV ուղարկեք, սա գինն է ինչ-որ պիտի վճարեք, մեքենա ուղարկեք, սա գումարն է ինչ-որ պիտի վճարեք։ Ծրագիրը հովանավորում է Մարգանյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում ծրագիրը։ Եթե դուք վարձակալ եք, մեկ ապարտման կամ առանձնատուն եք վարձել, պետք է մաքուր լինի, բնակելի լինի։ Կալիֆոռնիայի որևէ քաղաքում ապրում եք, չի տարբերում, կարող եք զանգահարեք։ Ուրեմն որևէ տեղ Կալիֆոռնիայում ապրում եք, կարող եք զանգահարեք։ Եթե այդպես չի, ձեզ պիտի հատուցում տան, դուք ոչինչ փաստաբանին չեք վճարում։ Ամեն աշխատանքը կանի, եթե գումար կարողացավ ձեզ համար վերցնի կամ հայթայթի, հետո իրեն փաստաբանին կվճարեք։ Ծրագիրը հովանավորում է Փիզարթինի Բրբանկում հովանավորում է ծրագիրը, հեռախոսահամարը ձեզ մոտ նշանակեք, եթե մի պիզա պատվիրեք, երկրորդը 50% զեղչ եք ստանալու, նաև սանդվիչներ ունեն, ուրիշ ուտելիքներ ունեն, այս հասցեն է ամենայն դեպս կվերադառնա։ Նախագահ Թրամփը անցյալ շաբաթ համաձայնության եկավ Սաուդի Արաբիայի, այստեղ թագաժառանգին եք տեսնում, Մոհամմեդ բեն Սալմանին եք տեսնում, որ իրենք ամերիկան այնտեղ ստի ատոմակայաններ կարողանան ունենան, բիլիոնավոր դոլար ինչ-որ պիտի տրամադրեին։ Եվ նախագահ համաձայնագիրը ստորագրել էր։ Իսկ մի քանի օր հետո հանկարծ նախագահ Թրամփը ասաց, որ եթե պիտի այդ ատոմակայան ունենան, Սաուդի Արաբիան պետք է Իսրայելի հետ, այսպես բարեկամական հարաբերություն ունենա նաև։ Եթե ոչ, այդ ատոմակայանները չենք ստեղծելու։ Հիմա պատկերացրեք, երկրի նախագահը համաձայնության է եկել, բայց հետո գիտեք Իսրայելի ճնշումի տակ այդ համաձայնագիրը ուրեմն այսպես կախյալ մնաց, հիմա հետո ինչպես կդառնա չգիտենք։ Նաև Նաթանյահուն գալու է Ամերիկա, վաղը երկուշաբթի է, հիմա դուք կրկնությունը կտեսնեք այս ծրագրի, ամենայն դեպս երկուշաբթի օր Նաթանյահուն գալու է այստեղ ՄԱԿ-ի ժողովին մասնակցելու եւ երեքշաբթի օրը Սպիտակ տան մեջ հանդիպելու է նախագահին, այդտեղ նաև այսպես իրենք խոսեն, որ արդյոք Իսրայելը վերադառնա, որովհետեւ վերջին ժամանակում նախագահ Թրամփը իրավունք չէր տալիս Իսրայել հիմա Իրանի պատերազմի մաս կազմեր կամ ռմբակոծումներ կատարեր, բայց հիմա պիտի խոսեն, որ արդյոք Իսրայելը կա օգնի, որովհետեւ
ամերիկան օրինակի համար որոշ հրթիռներ, որ ուղարկել էր, ես քիչ առաջ ասի հրթիռները 9000 մինչ հիմա հրթիռը ինչ որ դեպի այդ արաբական կղզիները, թերակղզիները, Սաուդի Արաբիա, արձակվել է Իրանը, որոշ մասը ամերիկան կարող է այդ հրթիռները վերացնի, բայց այդ գործը չի կատարում, եթե նկատում է, որտեղ սա հերվից է գալիս, նկատում է, որ որտեղ է դիպչելու, եթե մեծ վնաս չի, չեն այդ հրթիռը չեն վերացնում, որովհետև ամերիկան ինքը հրթիռների այնքան հրթիռը օգտվել, այնքան աշխատել է օդի մեջ վերացնի Իրանի հրթիռները, իրենք նաև այսպես փամփուշտի հրթիռի պակաս ունեն։ Դրա համար թույլ են տալիս երբեմն ես ինքս ասել էի, որ օրինակ տարբեր այդ արաբական երկրների մեջ հրթիռները Իրանը ղրկում եւ դա գալիս է եւ կպչում է երկրին, այդ երկրին կպչում է, բայց այդպես չի, որ եթե մահացու չի, մեծ վնաս չի, իրենք կարողանում են անմիջապես ուսումնասիրել, տեսնել ուր է գնալու այդ հրթիռը ու եթե մեծ վնաս չի լինի, ոչինչ որ այդ հրթիռը վայր է ընկնում, Իրանը դա վերցնում է որպես իրենք ճիշտ աշխատանք են կատարում, բայց ամերիկան ասում է մենք կարող ենք վերացնենք, բայց այս վարկյանից չեն անում այդ աշխատանքը։ Ես ուզում եմ հիմա խոսել LeBron James-ի մասին։ LeBron James-ը Ամերիկայի ամենաճանաչված, ամենալավագույն խաղացողն է համարվում։ 8 տարի Lakers-ի համար է աշխատել եւ 4 անգամ մինչեւ հիմա դարձել է այդ թիմի մեջ որ եղել է 4 անգամ Ախոյան են դարձել ամենալավագույն թիմն են համարվել թիմի մեջ է եղել միշտ եւ վերջին ժամանակ իրեն 52 միլիոն գումար էր ինչ որ ստանում էր 52 միլիոն 600 հազար գումար էր տարեկան մի տարվա ժամանակ իսկ մի տարվա ժամանակ նաեւ endorsement ինչ որ անում է շապիկներ իր շապիկի վրա կամ դրսում եւ այլն endorsement-ից նաեւ LeBron James-ը 85 միլիոն գումար, այսինքն մի տարվա մեջ 137 միլիոն 600 հազար գումար է ստացել։ Իսկ հիմա ասել Lakers-ում էլ չեմ ուզում խաղալ եւ գնաց Pennsylvania-ի team 76ers այդ 76 կոչվող Ֆիլադելֆիայի թիմի մեջ գնա, ընդամենը 2 տարվա համար 8 միլիոն է ստանում 76ers տեսնում եք։ Բայց ասել ինձ համար գումարը կարևոր չի, միայն ուզում եմ գնամ այս վերջին 2 տարին այնտեղ խաղալու, պատկերացրեք 4 միլիոն է լինում տարեկան, ինքը 50 միլիոն էր ստանում տարեկան եւ այսպես ասում է ուզում եմ գնամ այնտեղ եւ հաղթահարեմ մեկ ուրիշ championship լինի։ Մինչև հիմա Ամերիկան այսպես իրեն նման բասկետբոլիստ չի ունեցել, այսքան հաջողություն 41 տարեկան է եւ այստեղ տեսնում եք, ուզում եմ նախքան հանգստի կոչվեմ, ուզում եմ գնամ Ֆիլադելֆիա թիմում խաղա, այստեղ տեսնում եք LeBron James եւ սա Ֆիլադելֆիայի ժողովուրդն է, որ լսում են, որ ինքը պիտի կա, տեսեք ինչ ուրախությունից ինչ են, սրանք բոլորը ուրախությամբ լսում է պետք է տեսնում եք Ֆիլադելֆիայի նաև նախագահ, այսինքն նահանգապետը ասել է այդ օրը որ որոշեց, որ պատորը որոշել ասացին իրեն օրը համարեցին այդ օրը, այսինքն այստեղ տեսնում եք բոլորը զարմացած, հիացած, որ ինքը պիտի գնա Պենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում եւ ինչ որ տեսակ այդտեղ ասում է ես չեմ գնում գումարի համար, բոլորը տեսնում եք տասարաններում այդ նահանգի ժողովուրդը փողոցներում այսպես ուրեմն լինելու է Ֆիլադելֆիայի թիմի մասը կազմելու LeBron James։ Ես հիմա Լոս Անջելեսի մասին եմ ուզում խոսել, այս 5-7 օր որ անցավ ոչ մի շաբաթ առաջ ես տեղեկացրել էի, որ մեծ խոշոր խողովակ
որը ջուր տեղափոխող խողովակ 110 տարի հին է այդ խողովակը, այսինքն Լոս Անջելեսի խողովակների միջին տարիքը 65 տարեկան է։ Այստեղ ինչ որ պայթեներ, ինչ որ այստեղ տեսնում եք Հոլիվուդում, West Hollywood-ում պայթեներ արդեն 10 օր է որ աշխատում են եւ երբ որ աշխատանք կատարում են մի քիչ մյուս կողմը մի ուրիշ խողովակ պայթեր է, տեսնում եք նորից փորում են, բայց ավելի փոքր։ Այս խողովակը ինչ որ պայթեներ, ուրեմն ջուրը ինչ որ կորեն է այդտեղ 110 տարվա խողովակը 17 միլիոն տակար ջուր է կորերն այդտեղ, որը շատ մեծ թիվ է այս 17 միլիոն գալոն, ոչ թե տակար, այլ գալոն ջուրը կորերն է այս 110 տարվա խողովակի պայթունի հետևանքով հիմա մեկ ուրիշ տեղ Լոս Անջելեսում, հիմա Հոլիվուդում նորից մեկ ուրիշ խողովակ է պայթել, այսպես տեսնում եք։ Հիմա ծրագիրը սա էր, որ 2031-ին այս խողովակը փոխեի, բայց եւ տեսնում եք, երբ որ պայթումը ուրիշ ձև չկա, ստիպված են գնան ու խողովակը փոխել, դժվար կացություն, միլիոնավոր դոլար պիտի ծախսեն եւ այդքան բյուջետ չունի Լոս Անջելեսի քաղաքը, որ բոլորը այդ աշխատանք կատարեն։ Հիմա որպեսի պատկերացում ունենակ Լոս Անջելես քաղաքում այս ջրի խողովակները, եթե բոլորը հաշվեն, միայն Լոս Անջելեսի միջի ջրի խողովակները 7 միլիոն ֆիտ այդպես խողովակ գոյություն ունի Լոս Անջելեսում։ Այսինքն նորից պատկերացում ունենակ, դուք պատկերացրեք Լոս Անջելեսի գնաք Նյու Յորք ու վերադառնաք, եթե խողովակը, այդ ջրի խողովակը տնենք, կարող է ինչ որ Լոս Անջելեսում ջրի խողովակ կա հավաքենք, կարող եք միացնեք իրարու, կհասնի Նյու Յորք ու կվերադառնա 7000 miles, 7000, որտեղ Լոս Անջելեսից Նյու Յորք 3500 մոտարապես miles է, ուրեմն 7000 miles խողովակ է ինչ որ այս քաղաքի տագում գոյություն ունի, որ բոլոր ջրի բաշխման այդ սիստեմը կարողանում են հանրություն ինչ որ ապրում են Լոս Անջելեսում օգտվեն։ Ես ուզում եմ հիմա խոսել նաև մեկ ուրիշ հարցի համար, որ այս Ուիլյամ Շաթների մասին։ Ուիլյամ Շաթները երևի իրեն մուվիները տարիներ ինքը այսպես երկար տարի մուվի էր խաղում, սերիալների մեջ էր, ինքը դիրեկտորն է եղել, ինքը Ուիլյամ Շաթները 95 տարեկան է, իր դուստրը 61 տարեկան է, երկուսը քանսերով տառապում էին։ Եվ հիմա stage 4, եթե քանսերը առաջին, երկրորդ, երրորդ, առաջին երկրորդը եթե անդրադառնան, հիվանդին կարողանում են փրկեն։ Երրորդը մի քիչ դժվար է, բայց պատահում է, որ մեծամասնություն կարողանում են, եթե անդրադառնում են երրորդ ստաժի քանսերը, փրկեն անձը, բայց չորրորդ, այսինքն մահացու, բայց երկուսը կարողանում են բժիշկները իրենց փրկել։ Ես այստեղ հիմա ուզում եմ ձեզ ցույց տալ Ուիլյամ Շաթներին տեսնում եք, ճանաչված արվեստագետ, Star Trek-ն եք տեսնում, ինքը այս ֆիլմով էր, որ ճանաչված անձնավորություններ, ղեկավարներ այդ հրթիռի, ինչ որ պտտում էր աշխարհում եք, տեսնում եք ամենայն դեպս ուրախություն երկուսին հիմա մաքուր են, քանսեր չունեն, այսպես են թեստերից հետո երկուսին ասեն եւ տեսնում եք այսպես ինչքան ուրախ են։ Ես պիտի դադարեցնեմ, երբ վերադառնամ դադարից մեկ մեքենայի ակսիդենտ պիտի ցուցադրեմ ձեզ, ծրագիրը հովանավորում է դոկտոր Թավանսի հովանավորում է ծրագիրը աչքի վիրահատող բժիշկ է սա 3 կենտրոնները, որ մեզ այս տարածքին մոտիկ են, Գլենդելում հեռախոս տեսնում եք, Փասադինայում, այնտեղ նաև իր
ակնաբուժարանը ունի եւ նաեւ Քոստամեսա սա Orange County-ում է, Orange County-ին փոքրիկ county է, որովհետեւ Orange County-ում ապրում եք, սա կլինի ամենամոտիկը ձեզի զանգարեք, ժամադրություն վեշեք այս փորձարու անձի հետ, եթե ագնոցի կարիք ունեք, եթե ջուր է ուզում աչքից, ուրիշ աչքին հետ խնդիրներ ունեք, այստեղ զանգարեք։ Ծրագիրը նաեւ հովանավորում է Rafi's Market հովանավորում է ծրագիրը։ Rafi's Market Բրբանքում է Գլենդելի հարևանության, իրենք պատրաստի ճաշ ունեն, եթե դուք ժամանակ չունեք պատրաստելու։ Hollywood Piano-ն է հովանավորում ծրագիրը։ Hollywood Piano-ն Pasadena-ում է, բայց անմիջապես Գլենդելին հարևանության է։ Սա հասցեն է, ինչ որ կարող է գնալ 600 տաշնամուր կգտնեք Hollywood Piano-ի մեջ $1000-ից մինչև $500,000 երկու հարկի մեջ գեղեցիկ տաշնամուրներ ունեն, կարող եք այցելել։ Դոկտոր Parker Ջահանգիրն է հովանավորում ծրագիրը, եթե ալերգի եւ ասմա տարապում եք, զանգարեք այս հեռախոսահամարի, ժամադրություն վերցրեք իրեն, Glen Oaks փողոցի վրա է, Grandview փողոցի հատման կետին մոտ է կվերադառնա։ Այս խոշոր թրակը տեսնում եք մեծ բերը, երբ որ բարձր միշի գնում, փողոցից անցնում է, բայց իր հետ տեսեք ինչ է պատահում ճանապարհին, որովհետև բերը շատ երկար է, բոլոր վայրները եւ սյունը, էլեկտրական սյունը տեղից պոկում է, այսպես տեսեք ինչ դժվարացության մեջ է տնում, այդ տարածքը լրիվ էլեկտրական խանգարում է բարդություն է ստեղծում։ Իսկ ես հիմա ուզում եմ խոսել տարիների ընթացքին, այս երկում այսպես եղել որ մեքենաները անընդհատ մեծանում են։ Հիմա ամերիկյան մեծ ընկերությունները էլ մոտավորապես 4 դուռ փոքրիկ մեքենաներ չեն պատրաստում։ Եթե նայեք տեսնեք կորեական են փոքր 4 դուռ մեքենաները, ժապոնական են եւ այսպես ամերիկացիները բոլորը SUV են հիմա պատրաստում գործարանները Ամերիկայի մեծ թրակներ են, մեծ փիքափներ են պատրաստում։ Այսինքն տարիների ընթացքին մեքենան ավել խոշոր է եղել։ Եվ ես հիմա ուզում եմ ձեզ ցուցադրել, երբ որ մեքենան մեծանում է, ավել մահացու է լինում։ Հիմա այստեղ տեսնում եք, այս մեքենան է փոքրիկ էր նախկինում։ Այսպես քիչ-քիչ հիմա մեծանում են։ Իսկ մեծանալը մեքենայի պատճառ է դառնում, որ եթե անձը եւ մեքենան, տեսեք հիմա մեքենան մեծացավ, ակսիդենտ են ունենում, ես հիմա ուզում եմ ձեզ ցույց տալ դրա համար մահացու է։ Տեսեք, սա 4 դուռն է։ Անձը ակսիդենտ է ունենում, ընկնում է այս հուդի վրա է ընկնում, տեսնում եք մեքենայի հուդի վրա է։ Բախտը որ հարվածը ստացել է, կարող է կոտրվածներ ունենա, մահվան պատճառ կարող է չլինի, այսինքն հիմա տեսնում եք, երբ որ փոքր ֆորդոր մեքենա, այսպես հիմա թրակն է, անձը դիպչում է մեքենային, ընկնում է մեքենայի կամ թրակի առաջ, հետո թրակը գալիս է վրայից է անցնում, ուրեմն պատճառ է դառնում ավել բախտը կա, որ նման ակսիդենտի ժամանակ անձը մահանա։ Հիմա այսպես է եղել, որ հետիոտը եւ մեքենան ակսիդենտ են անում, տեսնում եք բարձունքը 47 ինչ է, այսպես եւ իր տեսադաշտը, եթե ավել անձը մանավանդ փոքրիկ երեխա եւ այլն տեսադաշտ չունի, այսպես տեսնում եք մեքենաների մեծանցումը մահացու է դառնում, ավել մարդկանց համար դժվար դրության մեջ է տնում համեմատ նախկինում, որ փոքրիկ մեքենաներ էին, որ տեսակ այդտեղ վայր են գնում անձը հուդի վրա եւ կարող է չմահանա։ Ես ուզում եմ հիմա նաեւ խոսել թանգստեն քարի մասին, որ ավել ծանր է, քան թե երկաթը։ Այս թանգստեն քարը օգտվում են Չինաստանը ունի եւ Ամերիկային պատժելու համար ասել ես չեմ տալու, որովհետեւ հարաբերություն խզված էր, հետո ասա այո կտանք, հիմա ավել սահմանափակ է տալիս։
Սա օգտվում են, այս քարը պետք է օգտվում են, եթե զենք են ուզում միսայլ պատրաստեն, եթե ուզում են զենքի այս գլխի կտորները պատրաստեն, այս քարից են պատրաստում, որ շատ ամուր է, օդանավների մեջ են օգտվում, ջեթերի մեջ են օգտվում, կամպյուտերի չիպսի մեջ են օգտվում, չիպերի մեջ են օգտվում այս քարը, թանգստենը եւ թանկարժեք է, բայց ամերիկան չունի։ Հիմա ինչու եմ սրանք բոլորը ձեզ պատմում, այս նախագահի երեխա տղաները ամեն բիզնեսի մեջ մխրճված են, իրենց հարստությունը 2 միլիարդ էր, իսկ հիմա ամեն հարցից մեծ բիզնես են կատարում։ Հիմա տեսնում եք նախագահը Լուտնիկին նշանակել է այս երկրի Secretary of Commerce, բիզնեսի նախագահն է Ամերիկայի բիզնես աշխարհի հետ, իսկ իր 2 տղան եւ այդ նախարարի 2 տղան, տեսնում եք, իրենք հрьяաներ են իհարկե, այս 2 տղան նախարարի Լուտնիկի եւ նախագահի 2 տղան հիմա Ղազախստանի հետ Kazakhstan հարաբերություն են ստեղծել 1.6 բիլիոն, որ այդ քարերը, ինչ որ ցեզ ասացի, այդ քարը, որ շատ արժեքավոր քարեր են, այդ քարերից կարողանան բերեն, այսինքն այդ այնտեղի, այսինքն հանքերի իրենք օգտագործեն։ Ղազախստանում գոյություն ունի այդ քարը, ուրեմն այդ հանքերը օգտագործում է իրենց հանձնված, ասացի թանգստենը 74-րդն է այդ մետաղի ցանկի մեջ, ծանր մետաղ է, ամուր մետաղ է, ասացի ավել ծանր, քան թե երկաթ, քրոմից նաև ավել օգտագործվելիք ամեն ասացի օդանավների մեջ, ռազմօդանավների մեջ, մեքենաների մեջ, տեսնում եք անձնական բիզնես, ինչպես դրա համար է իհարկե Լուտնիկը նախագահ Թրամփի Ֆլորիդայի հարևանն է, ասեմ շատ մոտիկ բնակարան ունի, իհարկե խոշոր բնակարան ունի, ինչպես նախագահը այնտեղ հոթել ունի, այսպես մոտիկ է նախագահին։ Ես պիտի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից, մեկ արջ պիտի ձեզ ցուցադրեմ, նրանից հետո Անգլիայի նոր վարչապետի մասին խոսեմ, ծրագիրը հովանավորում է Serpro ընկերությունն է հովանավորում, սրանք պրոֆեսիոնալ մակրողներ են, եթե դուք նոր բնակարան եք կառուցել, եթե addition եք արել, այսինքն ավելացրել եք, remote եք արել, ձեր բնակարանը պրոֆեսիոնալ անձիկ, եթե պետք ունեք մաքրելու դրան, կամ եթե հրդեհ է տեղի ունեցել, կամ խողովակը կոտրվել ձեր տունը, բնակարանը դժվարկացության մեջ է դրել, մաքրման կարիք ունեք, պրոֆեսիոնալ մաքրողների կարիք ունեք, Serpro զանգարեք, սա իրենց հեռախոսահամարն է, անպայման խոսեք իրենց հետ, ձեզ անպայման օգտակար կլինեն։ Ծրագիրը հովանավորում է նաև Անդրե Ղարիբյան փաստաբանն է հովանավորում ծրագիրը։ Եթե bankruptcy եք ուզում ֆայլանեք, եթե հրդեհ տեղի ունեցել ձեր տանը կամ ձեր բիզնեսի կենտրոնում, մեքենայի վթար եք ունեցել, accident եք ունեցել, այստեղ զանգարեք, խոսեք փաստաբանի հետ։ Սոնաֆե տարեցների կենտրոնն է հովանավորում ծրագիրը, Սոնաֆե տարեցների կենտրոնը գտնվում է Սալենտ քաղաքում, բայց իրենք բաս ունեն, մինիբաս ունեն, ուր որ ապրում եք, ձեզ կտանեն ու կվերադարձնեն եւ այնտեղ ձեր հասակակիցների հետ կարող եք տարբեր խաղերի մասնակցեք, զրույցեք, լավ ժամանց կունենաք կվերադառնաք։ Մեկ արջ, գիտեք հիմա իջնում են ուտելիքի համար եւ քաղաք են գալիս, Թորենս քաղաքն եք տեսնում, որ այս արծի իջել է, այնտեղ տեսեք եւ քաղաքում պատում է այս արջը, բայց որևէ մեկի չի վնասում։ Գիտեք, կենդանիները ընդհանուր առմամբ մարդու չեն ուզում վնասել, միթե որ իրենք վտանգված զգան իրենց կամ ցակ ունենան այդ ժամանակ է,
բայց արջը անսովոր է մեկին վնաս հասցնի ամենայն դեպս ես ուզում եմ հիմա խոսել Անգլիան ունի նոր վարչապետ այս վարչապետը 56 տարեկան է Մանչեսթերից է ինքը անգլերեն ինքը այդտեղ ծնված ծնողները այդտեղ ծնված այս Andy Burnham անունով է Մանչեսթերի վարչապետն էր այս Մանչեսթերի քաղաքապետն էր եւ հիմա որպես դառնում է Անգլիայի վարչապետը Քեմբրիջ համալսարանն է ավարտել եւ այսպես տեսնում եք անգլերեն էլ սովորել այդտեղ կաթոլիկ է միաժամանակ Հռոմի Պապին հանդիպել էր վերջերս եւ ասել էր Հռոմի Պապին որ ինքը ընդունի որ միասեռականները կաթոլիկ եկեղեցին ընդունի որ թույլ տա իրեն եկեղեցում ամուսնանան բնականաբար նախկին Հռոմի Պապը որտեղ նա չի ընդունել իհարկե այդ առաջարկը ինչ որ վարչապետը կատարել էր ինքը իհարկե ամուսնացածը կին ունի ես պիտի խոսեմ հիմա Թրամփի օթանավի մասին եթե նախագահ Թրամփին Կաթարը կամ Կաթարը օթանավ էր իրեն նվեր տվել որ 400 մոտարապես 30-ից 50 միլիոն արժողությամբ իսկ այս օթանավը Կաթարի ամիրին կամ ամիրին էր պատկանում ղեկավարին էր պատկանում իրեն նվերին տվել Թրամփին եւ ինքը ասել է որ հետո կտանի երբ որ ինքը իր նստաշրջանը ավարտվի բոլոր նախագահները հետո ունենում են իրենց մյուզեն են ունենում թանգարան են ունենում ասա իր հետ կտանի այս իսկ այս օթանավը մինչ հիմա 500 միլիոն դոլար իր վրա ծախսել են բայց հիմա բանից դուրս է գալիս որ այս օթանավը ամենամեծ երկու օթանավ ինչ որ նախագահներ ունեն 1990-ին երկու նոր օթանավ Ջորջ Բուշը երբ որ հայրը նախագահ էր օթանավը Boeing-ը պատրաստել էր այդ ժամանակվանից բոլոր նախագահները նույն օթանավն են օգտագործել եւ հիմա մոտարապես 8 տարի է երկու նոր օթանավ է պատրաստում Boeing-ը որը 4 միլիարդ դոլար ծախսն ամեն օթանավ 2 միլիարդ որովհետեւ զրահապատված են այս օթանավները եթե հրթիռով հարված են կարող է տոքա եւ ինքը օթանավը կարող է իրեն պաշտպանի հրթիռներ իրեն մեջ տեղադրված է որ հարվածի թշնամուն կամ նա որ իրենց ուզում է հարվածի իսկ այս օթանավը այդպես դեռ մասամբ զրահապատված է բայց չէ մյուս այդ երկու օթանավները նրանց նման չի իսկ նախագահը այս օթանավով գնացել էր Թուրքիա հանդիպելու այդ մեծ բիզնես ունեցող երկրները այդտեղ համագումար ունեին գնացել էր Թուրքիա իսկ այդ ժամանակ էր որ հանկարծ Իրանի հետ վիճաբանության մեջ ընկան եւ գիտեք Իրանի ղեկավարները միշտ ասել են որ պետք է Թրամփին վերացնեն սպանեն Թրամփին որովհետեւ Qasem Soleimani երկրի կարևոր ղեկավարներից սպանել էր հետո Խամենեին են սպանել որը երկրի նախագահն էր եւ 40 իր հետ երկրի ղեկավարների նախագահ Թրամփի հրամանով սպանվեցին մահացան միշտ այդպես եղել երբ հասել էր Թուրքիա ասել են որ վտանգը կա այս օթանավը այդպես ապահով չի մինչ այնինչ որ նախագահները բոլորը օգտվել են ուրեմն այս օթանավին Թուրքիայից առանց ճամփորդի հեռացրին գնաց Անգլիա նախագահին այդ ժամանակ Թուրքիայում երբ հարցրել էին ասել էր որ այս օթանավը ղրկում ենք այնտեղ Թրամփն էր ասել ղրկում ենք այնտեղ որպեսի մեր զինվորականները ինչ որ Անգլիայում են կարողանան այս նոր օթանավը նախագահի տեսնեն մեջը մտնեն եւ տեսնեն նախագահը ինչ տեսակ օթանավ ունի նախագահ Թրամփն էր ասել չէր ասել որ հատկապես մտահոգությունը կա որ Իրանը կարող է հարվածի այս օթանավին եւ այս օթանավը չկարողանա այդ հրթիռին տոքա իսկ այս հարցը բացահայտվեց New York Times թերթը բացահայտել էր որ այդպես չի նախագահին
խրախուսեն են չօգտվի այս օդանավը, որտեղ ապահով չի։ Եվ հետո դատախազությունը Ամերիկայի հետևեց 3 այդ լրագրողներին, որտեղից են այս տեղեկությունը ստացել, տատի պիտի տային։ Երբ գնացին դատավորի առջևը, դատավորը ասաց անտեղի է, հետո այնտեղ դատախազները ասացին դատավորին, որ մենք ուզում ենք իրենց միջոցով, մենք գիտենք այդ տեղեկությունը լրագրողը չունի, իրենց միջոցով ուզում ենք գտնենք նա, որ նախագահի սիստեմի մեջ այդ լուրը լրագրողներին է փոխանցել գաղտնիորեն։ Գիտեք, Նիքսոնի տապալումը այսպես եղավ, որ այդ ժամանակ մեկ հոգի կառավարության աստատության մեջ ասաց, որ գնացել են դեմոկրատ կուսակցության մեջ, որպեսի տեղեկություններ կողանան եւ այդ կողերը ձերբակալվել էին եւ այդ բերումով Նիքսոնը ստիպված եղավ հրաժարվի։ Հիմա ուզում են տեսեն այդ տեղեկությունը ով էր, բայց դատավորը չընդունեց, ուրեմն այդ դատը չեղյալ համարեցին։ Հիմա ես ուզում եմ ցույց տալ այստեղ ձեզ պատկերներով, տեսնում եք օդանավն է, տեսնում եք Եգիպտոս, այսինքն Թուրքիայում, իսկ առանց Թրամփի հեռացավ այդ օդանավը։ Այստեղ իհարկե նախագահասերներ օդանավը գնում է, որովհետև Անգլիայում տեսնեն այս օդանավը, ինչ որ ես քիչ առաջ բացատրեցի։ Ուրեմն եկել էր նախագահին բերել էր Թուրքիա, իսկ առանց նախագահի գնաց այն օդանավները, որ միշտ նախագահները օգտվել են դրանց միջոցով, նախագահը գնաց նախ Անգլիա, հետո այս նույն օդանավով, որովհետև Իրանի այդ հրթիռները իր հեռահար այդքան չեն, որ կարողանան Անգլիայում վնաս հասցնեն այս օդանավին, ուրեմն այնտեղից դեպի Ամերիկա այս օդանավը նորից օգտվեց նախագահ Թրամփը։ Ես հիմա ձեզ ուզում եմ ցույց տալ Ջեքի եւ Շադոյի, դուք տեսել եք, որ Big Bear-ում երկու մեծ արծիվներ այնտեղ են, մինչ հիմա երկու անգամ երկու զույգ երեխաներ են ունեցել, Big Bear Lake տեսնում եք այդտեղ գրված է, իսկ տեսնում եք այդ ծագերը գնացել են եւ հանկարծ այս Ջեքին, այդ Ջեքի մայրը այդ արծիվների հանկարծ մեկ ուրիշ երկու արծիվի հետ, որ երիտասարդ արծիվ գալիս են տարածքը ու իր հետ կռվի են բռնվում եւ իրեն վնասում են այնպես, որ այս Ջեքին չի կարողանում, տեսեք, չի կարողանում, այսինքն այնպես կռվում են, տեսնում եք, երկու երիտասարդներ եկել են, Ջեքի հետ կռվում են, այդ երիտասարդները փախուստ են տալիս, բայց Ջեքին չի կարողանում թռչի։ Անդրադառնում են, Ջեքին այսպես, տեսնում եք, դժվարությունից փրկում են, ղրկում են Սանտա Բարբարայի մոտ մեկ կենտրոն կա, որ կենդանիների վրա աշխատում են, մասնագետներ կան, ուրեմն այնտեղ իրեն աշխատում են հիմա փրկեն եւ հետ վերադառնա, առողջ դառնա, հետ վերադարձնեն Big Bear եւ Shadow-ի հետ, որ տարիներ է միասին երեխաներ են ունեցել, կարողանա կյանք շարունակի այնտեղ։ Ես մի տաթար վերցնեմ, երբ վերադառնամ տաթարից, հետաքրքիր երևույթ, որը Մեսսի ամենաճանաչված ֆուտբոլիստը, մեկ երեխա անցյալում իր հետ նկարված է, իսկ այս վերջին խաղում Իսպանիայի մեջ էր խաղում եւ կարողացավ հաղթահարել Արժանտինայի թիմին, դա ձեզ ցուցադրեմ, իսկ ծրագիրը հովանավորում է Անաշե Գիֆտն է հովանավորում ծրագիրը, Անաշե Գիֆտը ձեզ է առաջարկում այս էլեկտրիկ սուրճ պատրաստելու ամանն է, որը տեսնում եք այստեղ Անաշե Գիֆտ գտնվում է Գլենոքս փողոցի վրա, սահմանափակ ունեն, օր առաջ գնացեք, վստահ եմ բոլորը սուրճ եք օգտագործում, սուրճ եք խմում, այսպես $9.99 է այս սուրճի էլեկտրական մեքենան։ Ծրագիրը հովանավորում է Jackpot-ն է հովանավորում ծրագիրը, Jackpot
ձեզ առաջարկում տարատեսակ հագուստ, նամանավանդ մեծ թվով կոշիկներ են բերել, անպայման այցելեք Հայաստանից, արտասահմանից, անպայման այցելեք, ջակփոթ գտնում եք Pacific փողոցի վրա։ Կվերադառնա։ Դուք տեսնում եք Լիոնել Մեսսին եք տեսնում, աշխարհի ամենաճանաչված ֆուտբոլիստը 39 տարեկան է ինքը եւ գիտեք, բայց ինքը 2004 թվականից UNICEF-ի հետ համագործակցում է։ UNICEF-ը ՄԱԿ-ի Միացյալ Ազգերի կազմակերպության այն հաստատությունն է, որ երեխաներին չքավոր երկրներում օգտակար են լինում։ Այսպես մարդասիրական աշխատանք է սկսել։ Իսկ այս UNICEF-ը այն ժամանակ այդ տարիներում դեռ այսքան ճանաչված անձնավորություն չէր, լավ խաղացող էր, բայց այսքան ճանաչված չէր։ 2008 թվին կալենդար են պատրաստում եւ այդ կալենդարի վաճառքի համար ասում են, որ վաճառվի 50% կալենդարների կվճարեն UNICEF-ին, որ տանեն աշխարհով օգտվեն եւ ահա ինքը մասնակից է այդպես։ Եվ ասում են, որ նա որ լոտարիայի միջոցով այն անձը, որ այսինքն լոտարիան շահի, որ գնեն այդ կալենդարը լոտարիան շահի, ուրեմն իր հետ կարող է նկարվել։ Ուրեմն այդպես է լինում 2008 թվին տեսնում եք այս երիտասարդ այդ ժամանակ հիմա 39 է ասացի, բայց այդ ժամանակ երիտասարդ անձնավորություն էր շահողի երեխան, այստեղ տեսնում եք իր հետ նկարվում է եւ այսպես ճանաչված ֆուտբոլիստ նկարվել է մեկ հոգու, որ ոչ ոք չի ճանաչում Իսպանիայում, այսպես այս երեխի հետ նկարվում է։ Հետո այս երեխան, նույն երեխան է, որ հիմա Իսպանիայի թիմի մեջ 19 տարեկան այս տղային եք տեսնում այստեղ Լամին Յամալը, այս աչում տեսնում եք իրեն, այդ փոքրիկն է, որ տեսնում ենք այնտեղ, հիմա մեծացել է։ Իսպանիայի թիմի մեջ էր խաղում եւ կարողանում է Իսպանիայի թիմը գիտեք հաղթահարում է Բրազիլիայի թիմին։ Այդ Լամին Յամալին եք տեսնում, որ այսպես կրկախառնված է, այդ խաղից հետո կրկախառնված է Մեսսիի հետ, այդպես տեսնում եք պատմությունը ինչպես կարող է դեպքեր ստեղծի եւ այդ կալենդարի շահելուց հետո իր ծնողները որ շահեն էին այն փոքր ժամանակ ուրեմն ինքը նաեւ նկարվել էր հիմա չափահաս է դարձել տեսնում եք այստեղ երեխա հիմա չափահաս դարձած աշխարհի ամենաճանաչված ֆուտբոլիստի հետ նկարվել է։ Ծրագիր եկավ իր ավարտին, ձեզ կհանդիպեմ վաղը, մի շնորհ հանդիպում։